Մոսկվայում Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը հարակից սառուղում տեղի ունեցել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի Շարձանի հիմնարկերքի արարողությունը։ Հուշատախտակի վրա գրված է. այստեղ կկանգնեցվի սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, նախարարների խորհրդի Բայկալ ամուր ավտոմայրուղու կառուցման եւ զարգացման անձնաժողովի նախագահի հուշարձանը։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելիևը, Բայկալ ամուր մայրուղու շինարարության վետերաններ, ԽՍՀՄ տրանսպորտի նախարարության նախկին աշխատակիցներ եւ այլոք։ Օրվա գլխավոր լուրերը դիտում եք Baku TV International-ի եթերում։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունության հաստատման համար։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների Տիֆտարի ծրագրում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հայտնել է, որ Թուրքիան շարունակում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Նա նաև ասել է. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է լինի մահմեդական երկիր։ Նա հայտնել է, որ կազմակերպությունում վետոյի իրավունքով մահմեդական երկիրը ներկայացնելու անհրաժեշտություն կա։ Սա անհրաժեշտություն է։ Էրդողանի խոսքով մահմեդականները կազմում են աշխարհի բնակչության 1/4-ը։ Մահմեդական երկրները արդեն պետք է մասնակցեն որոշումների կայացման գործընթացին։ Խաղաղության ջանքերի խրախուսումը չպետք է մթության մեջ թողնի ամբողջական պատկերը։ Արդարության հետապնդումը պահանջում է պատասխանատվություն բոլոր նրանց համար, ովքեր մեղադրվում են կամ դատապարտվում են ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջազադեն՝ ի պատասխան ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թուրքի։ Արդար դատավարությունը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան էական նշանակություն ունի ճշմարտություն հաստատելու, զոհերին արդարադատություն ապահովելու եւ օրենքի գերակայություն ապահովելու համար։ Միայն ճշմարտություն ասելով եւ վերքերը բուժելով խաղաղությունը, հաշտությունը կհաղթահարեն անպատժելիությունը, նշել է Այխան Հաջազադեն։ Բաքվում կայացել է Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային երթուղի միջազգային ասոցիացիայի իրավաբանական անձանց խորհրդի ընդհանուր նիստը։ Նիստի մասնակցել են ընդհանուր առմամբ 10 երկրների պատվիրակություն, այդ թվում ասոցիացիայի անդամ երկրների երկաթուղային վարչակազմերի ղեկավարներ, տրանսպորտային եւ լոգիստիկ ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառման նշվել է, որ Անդրկասպիան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես միջին միջանցք վերելքի ապրում, որպես տարածաշրջանային տրանսպորտային կապի հիմնական զարկերակներից մեկը։ Հայտնվել է, որ Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային երթուղու միջազգային ասոցիացիայի իրավաբանական անձանց խորհրդային անդամ պետությունների միջև սերտ համագործակցության շրջանակներում իրականացվել են դեռնափոխադրումների կառավարման համալիր միջոցառումներ, ներառյալ ժամանակակից վերլուծական տեղեկատվական համակարգերին ինտեգրումը եւ իրական ժամանակում բեռների հետագծման ծառայությունների ստեղծումը։ Սինգապուրի Global DGA ընկերության թվային առևտրի միջանցք մուլտիմոդալ հարթակի եւ արագ մաքսային հարթակի ներդրմամբ ավելացել է գործարքների թափանցիկությունը եւ ամրապնդվել են վերահսկողության մեխանիզմները։ Հատկապես նշվել է Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղային գծի բեռնափոխադրման հզորության տարեկան բարձրացումը 1 միլիոն տոննայից մինչև 5 միլիոն տոննայի եւ այդ գծում բեռնափոխադրումների վերականգնումը։
Քննարկումներից հետո լսվել է Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային երթուղու միջազգային ասոցիացիայի իրավաբանական անձանց խորհրդի Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային երթուղու միջազգային ասոցիացիայի զարգացման աշխատանքային խմբի 2025 թվականի համար հաստատված սակագների դրույքաչափերի մասին տեղեկատվություն։ Ավելի ուշ հաստատվել է Միչի Միջանցկով բերան փոխադրումների այս տարվա համար նախատեսված իրականացման պլանը եւ որոշում է կայացվել Չինաստանի Սիան քաղաքում բացել Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային երթուղու միջազգային ասոցիացիայի իրավաբանական անձանց ներկայացություն։ Նիստի վերջում տեղի ունեցել Կասպիի ծովի նավահանգիստների միջև սնուցող կապի կազմակերպման մասին եւ սնուցող նավերի բեռնման ապահովման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Գազախի շրջանի հաստագրված տարածքներում 2024 թվականի ապրիլից սկսած ականազերծման աշխատանքներին իրականացվում։ Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությունից հայտնել է, որ ականազերծման գործողությունների ընթացքում մաքրվել է 59.9 հեկտար տարածք։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 857 հակահետևակային, 95 հակատանկայինական եւ 38 շպայթած զինամթերք։ Նշված տարածքներն ունեն ինչպես բարդ տեղանք, այնպես էլ ականների աղտոտվածության բարձր մակարդակ։ Հիշեցնենք, որ անցած տարի իրականացված սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12.7 կիլոմետր երկարությամբ սահմանագիծ, որով ապահովել է Ադրբեջանի Հանրապետության Գազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանես Այրեմի, Աշաղի Էսկիփարայի եւ Գզլհաջալիի տարածքների 65 կիլոմետր Ադրբեջանին վերադարձման գործընթացը։ Այսօրվա համար վերջ, Ադրբեջանի եւ աշխարհի փաստերին տեղյակ լինելու համար շարունակեք դիտել օրվա գլխավոր իրադարձությունները Baku TV International-ի եթերում։